Մենք вообще սովոր ենք, չէ՞, խոսքի մեկը տաքսի սերվիս է բացում, ստացվում է մի 10 հոգի են, հոп, տաքսի։ Հիմա մեկը բացել է լայվ արել, մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ գրագետ, մի քիչ անգրագետ, տեսել են փող են աշխատում, հարևանը հարցել է, ընկեր հարցել է, ինչքան $200, մի օրում $200, всё գնաց, սաղ դառն TikToker։ Բայց իրոք աշխատում են արամ այդքան։ Աշխատում են, նշ չեն աշխատում, բայց դե շատերն էլ խափնվում են, մտնում են, դառնում են вообще մտ։ Արդեն սկսում են կարճել, տենում են, որ իրենք չեն կարող աշխատել, սկսում են արդեն fake account-ներ բացել, իրար արդեն փնովել, այդուց այդ հայրանքները գալիս։ Բայց TikTok-ը որպես այդպեսին ինքը գործիք կարանք համարեն քարոզչական լավ։ Շատ մեծ։ TikTok-ով այսօր Քյամրանը վրացիներին ուզում է մեր հետ կռվցնի։ Ու արդեն ստացվում է իր մոտ, կայծը կոպիտ ասած կայծը տվել է։ Հիմա այդ եմ ասում, այս հարթակում էլի կան մարդիկ, որ Քյամրանի հետ, այդ վրացիների հետ իրանք ավելի, հա